Վաշինգտոնում Հայաստանի եւ Ամերիկայի կառավարությունների միջև փոխհամբարման հուշագրերի ստորագրման համատեքստում անցում է կատարվում գործնական քայլերի իրականացմանը։ Այս մասին արձանագրել են երկրների միջև խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության 123 համաձայնագրի բանակցություններում։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարը, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը, երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցիչները։ Երևանը շարունակում է հավատարիմ մնալ չտարածման միջազգային ռեժիմի սկզբունքներին, հաստատել է Հայաստանի ներկայացուցիչը։ Հայաստանի արտահանման ոլորտում պատկերը մնում է մտահոգիչ։ Լույս հիմնադրամի գնահատականն է այս տարվա հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական զարգացումներին։ Հրապարակված վերլուծությունում մասնագետները նշել են, թե արտահանման անկման տեմպը մի քանի ամիս շարունակ մեղմվելուց հետո օգոստոսին կրկին վատթարացել է, հասնելով 40.8%-ի։ Անկման այս մեծ տեմպը ըստ փորձագետների հիմնականում պայմանավորված է վերաարտահանման ծավալների նվազմամբ, եւ դրա մեծ մասը ճշգրտելու դեպքում արտահանման աճը ընդամենը 2.5% է։ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից Ռուսաստանի Դաշնության ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում Վերին Լարսում, կգործարկեն մուտքի ամսաթվի եւ ժամի ամրագրման էլեկտրոնային համակարգը, հայտնում են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։ Էլեկտրոնային հարթակը հնարավորություն կտա բեռնափոխադրողներին Ռուսաստանի Դաշնությունից ելքի ժամանակ նախապես ամրագրել Վերին Լարսի անցակետ հասնելու օրն ու ժամը։ Դրա համար անհրաժեշտ կլինի գրանցվել էլեկտրոնային հարթակում։ Դատարանը վարույթ է ընդունել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայցը Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ինչպես նաեւ Հայաստանի պատմություն դասագրքի համահեղինակ Նժդե Հովսեփյանի դեմ զրպարտության հերկման պահանջով։ Պատճառը 9-րդ դասանի դասագրքում Արցախի լուծարման մասին տեղ գտած տեղեկությունն է, ինչն ըստ Շահրամանյանի փաստաբանի իրավական ուժ չի ունեցել եւ պաշտոնապես չի հրապարակվել։ Սրտամկանի սուր ինֆարկտի ստենտ կյանքի համար ծրագիրն ընդլայնվել է։ Տեղեկանում ենք առողջապահական գերատեսչությունից։ Փոփոխության արդյունքում այսուհետև սրտամկանի ինֆարկտ ախտորոշումն ունեցող ավելի շատ բուժառուներ հնարավորություն կունենան պետական ծրագրով անվճար վիրահատվել։ Եթե մինչև ծրագրի ընդլայնումը շահառուներ էին հանդիսանում սրտամկանի կոնկրետ տեսակի ինֆարկտով բուժառուներ, ապա հիմա բոլոր տեսակի ինֆարկտներով հիվանդները կարող են ստենտավորվել պետպատվերով։ Երևանն առաջիկայում կունենա 250 նոր 18 մետր երկարությամբ էլեկտրաավտոբուսներ, այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Այս ավտոբուսների գնումը մայրաքաղաքի շարժակազմի ռազմավարական ծրագրով էր նախատեսված։ Վերջնական համալրումն է, կփոխարինեն մանուշակագույն հիգերներին, ինչպես նաև գազել սիթիներին։ Ողբերգություն Կոտայքի մարզում Մարմարիկ գյուղում վերամբարձ կռունկը բեռ բարձրացնելիս կորցրել է հավասարակշռությունը կողաշրջվել եւ ընկել խցիկի վրա, որի մեջ էլ այդ պահին եղել է կռունկավարը։ Նա տեղում մահացել է։ Փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները դժվարությամբ են կարողացել զոհին դուրս բերել։ Դեպքի փաստով քնչականի մարզային վարչությունում նախաձեռնել են քրեական վարույթ։ Նաիրի Մուրադյան, Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։